Բրեժնևի այդ ժամանակ կրկին այդ հարցը բարձրացնում է, որ քան եկել ես Երևան, Արցախի հարց եւ Բրեժնևը այդ ժամանակ անում է վատ իմաստով մարգարեական, բայց ցավոք իրատեսական մի գնահատական։ Երկար ժամանակ լուր լսում է, թե ինչպես են սովետական Հայաստանի տարբեր պաշտոնյաներ խոսում Արցախի մասին, Արցախի հայկական լինելու մասին, Ադրբեջանի արդեն սկսած վատ քաղաքականության մասին։ Բերում են Նախիջևանի օրինակ, որ արդեն Նախիջևանը հայաթափվել է եւ այլն, եւ պահանջում են, որ Արցախը հետ վերադարձվի Սովետական Հայաստանի կազմայցը։ Բրեժնևը ասում է ընդամենը մեկ նախադասություն իր ոճով, բայց այդ նախադասությունը կարող են ասել քաղաքական մարգարեություն է։ Ասում է. «Ребята, это война»։ Այսինքն, այն ինչ որ դուք ինձնից ուզում եք, Ղարաբաղը տալ Հայաստանին, դա նշանակում է պատերազմ։ Այսինքն, Բրեժնևը առաջիններից մեկն է կանխատեսում Արցախյան պատերազմ։ Ընդամենը այդ մի նախադասությամբ «Ребята, это война»։ Բայց մայքիկ բան էլի համեմատությունը հասկանանք, քանի որ ինչի մասին ԱՄՆ փոխնախագահ Վենսի այց։ Ինչ հարց է բարձրացվել Վենսի առաջ, գնաց ծիծեռնակաբեր Twitter-ում գրեց, ջնջեց, ցեղասպանություն բառը հանեց, դրեց, չգիտեմ ինչ որ բան։ Գերիների հարցն է թեթև ինչ որ ձևով մամուլում ֆիքսվեց, որ ասվել է, բայց կոնկրետ մենակ ֆիքսվում է ֆինանսական ակնկալիքը, կսարքեն արհեստական բանականություն, չէ, չիպերի արտադրանք, թրիպի ուղի, չգիտեմ ինչ, եւ այլ։ Հիմա համեմատությունը նայ։ Սովետական Հայաստանի ղեկավարությունը սովետական միության գոյության տարիներին, Բրեժնևյան տարիներին, Բրեժնևի առաջ բարձրացնում է Արցախի հարց, Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետության իշխանությունները ժողովրդավար ԱՄՆ-ի փոխնախագահի առաջ, չգիտեմ ինչպես են Արցախի հարց ընդհանրապես չկա, Արցախի վերադարձի, Արցախահայերի վերադարձի հարց ընդհանրապես չկա, գերիների հարցն էլ ասում են այո խոսել ենք, բայց թե ինչպես են խոսել, ինչ շեշտադրումներով, դա չգիտեմ։